Օրհնյալատիրոջ անունը մեր մենք դեռ երկրի վրա ենք ու Աստծո ողորմությունն ա որ դեռ շատ բան կարող ենք փոխել դեռ շտկել եւ ել ավելի հաստատվել ճշմարտության մեջ մեծ շանս ա եւ մեծ հնարավորություն քանի դեռ մարմնի մեջ ենք եւ այսօրվա մեր հավաքույթն էլ այս ծառայությունն էլ թող այդ նպատակին ծառայի Աստծո օգնությամբ այն ինչ որ սրտիս կա խոսելու այսպես եմ վերնագրել լրջագույն հանցանքը Ընդհանրապես մարդիկ շատ հանցանքներ են գործում բազմաթիվ եւ բազմաբնույթ եւ ցավոք եւ հավատացյալները նույնպես բայց ես այսօր ուզում եմ խոսել մի հանցանքի մասին, որը թերևս շատ լրջագույն հանցանք է եւ որն է այդ հանցանքը այդ հանցանքը ավետարանը չգործող դարձնելու հանցանքն է այսինքն երբ որ որևէ մեկը հավատացյալի անուն է վերցնում իր վրա եւ իր ապրած կյանքում ավետարանը դառնում է չգործող այսինքն Աստծո խոսքը Հիսուսը որ ասեց իմ խոսքերը հոգի եւ կյանք են այդ հոգի եւ կյանքը այդպես էլ այդ մարդու կյանքում իրենց գործը չեն անում եւ չի փոխվում այդ մարդու կյանքը չի փոխվում Ինչպես կարող է մարդը կարդա լսի ավետարանը ճշմարտապես ճշմարիտ ավետարանը եւ իր կյանքը չփոխվի եւ իր կյանքը օրորի չնորոգվի եւ ինքը գնալով ավելի չնմանվի իր տիրոջը իր փրկչին ինչպես կարող է դա Այս մասին եմ ուզում կիսվել սրտիս եղածը փոխանցել ինչպես է դա լինում որ ավետարանը դառնում է չգործող եւ ըստ էության շատ հանցանքներ որ մենք գործում ենք հենց այդ լրջագույն հանցանքի հետևանքն են որտեւ եթե ավետարանը իսկապես սկսի գործել մեր կյանքում այսինքն մենք ավետարանի հետ վարվենք այնպես որ Աստծո խոսքը իր հեղինակությամբ սկսի անել այն ամենը ինչի համար այդ խոսքը ուղարկվել է ավետարանով մեր սրտերի մեջ Մնացած շատ սխալներ ու հանցանքներից մենք զերծ կմնանք, մենք կզգուշանանք, մենք չենք գործի, երբ մենք կենանք ավետարանի մեջ, ավետարանի ճշմարտության մեջ եւ թույլ տանք, որ այդ խոսքը, հայտնված խոսքը, այդ հոգին ապրի մեր մեջ եւ այդ խոսքը դարձնի կյանքի խոսք, որովհետեւ այլ նպատակով ավետարանը չի տրվել ու չի քարոզվել ու չպիտի քարոզվի նպատակը մեկն է որ այդ ավետարանը փոխի մեր կյանքերը որ մեր մեջ բերի նոր կյանք որդու կյանքը Աստծո որդու որ մենք գնալով ավելի նմանվենք մեր վարդապետին մեր փրկչին եթե դա տեղի չի ունենում ուրեմն ինչ որ լուրջ թերացում կա ավետարանի նկատմամբ մեր վերաբերմունքի մեջ առաջի պատճառը, որ ես ուզում եմ կանգնել դրա վրա, որի վրա հատկապես մենք եղբայրներս պիտի ուշադրություն դարձնենք, արդյոք մենք ավետարան ենք քարոզում։ Կարող է ասեք, ես ինչ ասում ես եղբայրը, բայց ինչ ենք քարոզում։ Գիտեք, այդ պատասխանատվությունը կրում են բոլոր քարոզիչները, ովքեր ավետարանը քարոզել են ու քարոզում են, որովհետև այդ քարոզության իրավունքը ի վերուստ պիտի լինի, ինչպես Ռոմացիների նամակի մեջ ասում է, եկեք կարդամ այդ համարը, այդ խոսքը, 10-րդ գլխում է գրված Ռոմացիների նամակ, ուրեմն 14 խոսքից սկսած, ուրեմն ինչպես պիտի կանչեն անոր, որու չհավատացին, Որովհետև այլ քարոզության իրավունքը ի վերուստ պիտի լինի, ինչպես Ռոմացիների նամակի մեջ ասում է, եկեք կարդամ այդ համարը, այդ խոսքը, 10-րդ գլխում է գրված Ռոմացիների նամակ, ուրեմն 14 խոսքից սկսած, ուրեմն ինչպես պիտի կանչեն անոր, որու չհավատացին,
կամ ինչպես պիտի հավատան անոր, որու վրայով չլսեցին, կամ ինչպես պիտի լսեն առանց մեկում քարոզելու։ Ուրեմն ինչպես պիտի լսեն, եթե չքարոզվի ավետարանը, եթե ինչ-որ մեկը չքարոզի, եւ հետո շարունակում այսպես, կամ ինչպես պիտի քարոզեն, եթե չղրկվեն։ Ինչպես պիտի քարոզեն, եթե չղրկվեն։ Ինչպես գրված է, ինչպես գեղեցիկ են խաղաղության ավետարանողների եւ բարի բաներու ավետից տվողներու ոտքերը։ Իդեպ, պես մի իմ կյանքում տեղի ունեցած մի դեպքի մասին եմ ուզում կարճ ասել, երբ առաջի անգամ այն եղբայրները, որ Տերը օգտագործեց, որ եկան ու խոսեցին ինձ ավետարանը, մեկը մեր Գևորգ եղբայրն էր, որ Միացյալ Նահանգներում է։ Այդ երկու եղբայրը, որ մտան տուն, դե նախապես զգուշացրել էին, ինչ-որ հավատացյալ քարոզ եղբայրներ պիտի գան, քույրերս էին նրանց նախապես իհարկե ծանոթացել էին, լսել էին եւ արդեն բավականին այդպես քայլեր էին անում հավատքի ճանապարհի մեջ եւ շատ այդպես նախանձավոր էին, որ լինի թե այդ եղբայրները գան ինձ էլ իրենց եղբորն էլ խոսեն։ Ես էլ այդպես ասում եմ, դե մարդ են, թող գան տեսնեմ այդ ինչ են ասելու։ Մեկ էլ որ ներս չմտան այդ երկու եղբայրը, տեսնեմ օթերով են գալիս։ Դե ես ոչ ավետարան էի կարդացել, ոչ ընդհանրապես տեղյակ չէի Աստծո խոսքին։ Ասում եմ, աչքերը սկսեցի կկոցել, բացել, փակել, կարծես ինձ թվաց իմ հետ է ինչ-որ բան կատարվում, հետո նորից նայեցի, տեսնեմ չէ իրոք, այդպես օթերի մեջ, այդպես շատ զգուշ, այդպես քայլերով գալիս են, ոտքերը գետնին չի կպնում։ Ես այդտեղից մի անգամից զգաստացա եւ հասկացա, որ ես անսովոր մարդկանց հետ գործ ունեմ։ Ու իրոք դա իմ արթնանալու Աստծո կողմից սահմանված ժամն էր հասունացել եւ ինչ որ խոսեցին ուղիղ այդպես ուղակի սրտիս մեջ անկան այդ խոսքերը եւ ես սկսեցի մի խոսքով հետո լսել ու կարդալ ու ապաշխարել եւ դարձի եկա ինչ եմ ուզում այս խոսքը ես երբ որ կարդացի հետագայում հանդիպեցի ինչպես գեղեցիկ է խաղաղություն ավետարանողներուն ու բարի բաներ ավետից տվողներուն ոտքերը ես հենց այդ դա տեսա իրականության մեջ այդ ավետից բերող եղբայրների ոտքերը այնքան գեղեցիկ էին քայլում բայց իրանք բնական է սովորական քայլերով մտել էին մարդիկ են բայց հոգին ինձ ցույց տվեց գեղեցկությունը նրանց այդ ավետարանի ծառայություն որպես կատարողների Ուրեմն ասել ես նա է եղբայրներ եւ քույրեր մենք որքան զգուշ եւ պատասխանատվություն կրելով պիտի մոտենանք Աստծո խոսքի քարոզելուն ավետարանը որտեղ այստեղ ասում է եթե չղրկվեն ընդհանրապես Աստծո սահմանած կարգն է սա Աստված ինքն է այդպես նախատեսել ինքը պիտի լիազորի ինքը պիտի այդ շնորհը այդ համապատասխան ծառայությունը իրականացնելու կարողությունը տա օշտի այդ մարդու, որ այդ մարդը ծառայությունն անի եւ մնացած բոլոր ծառայություններն էլ միայն քարոզելու ծառայությունը չէ այստեղ, բայց հատկապես Աստծո խոսքը քարոզելու պատասխանատվությունը որքան մեծ է եւ ինչպես պիտի քարոզեն, եթե չղրկվեն եւ ինչպես պիտի իրոք այդ ծառայությունը իրականացնեն առանց նրա ներկայության կամ առանց նրա հոգու անմիջական ներգործության, որտեղ այդ տվյալ ծառայությունը, որ իրականացվում է ճշմարտության, հոգու կառավարման եւ առաջնորդության ներքո է իրականացում եւ բոլոր մնացած ծառայությունները, որոնք Աստծուն են վերաբերում, որտեղ Աստծո հոգին ներկա չի, այնտեղ մնում է ձևը, իսկ ձևը հոգնեցնող է, վաղ թե ուշ։ Եվ եթե ձևը արտաքին ձևը այդպես ասած շատ նման է, բայց բովանդակությունը չկա, այդ ձևը նույնիսկ հետագայում դառնում է ավելի վանող։ Դրա համար բովանդակությունը Տիրոջ խոսքի մեջ
այն կյանքն է, որ Հիսուսն ասեց իմ խոսքերը եւ հոգի եւ կյանք են։ Այդ հոգու ներկայությամբ պայմանավորված այդ կյանքի ներկա լինելն է կամ այդ կյանքի այդպես ասած ներգործող ներկայությունը դրսևորվելն է։ Թող Աստված օրհնի, ուրեմն Եբրայեցիների 4-րդ գլուխ մի երկու խոսք պիտի կարդամ, որտեղ դրանք հիմնավորող խոսքեր են։ Ուրեմն Եբրայեցիների 4-րդ գլուխ 12 խոսքը, վասնզի Աստծո խոսքը կենթանի է ու զորեղ։ Ինքնին Աստծո խոսքը կենթանի է եւ զորեղ, եւ ամեն երկսարից սուրե կտրուկ, որ կթափանցե մինչև շունչը, ոգին ու հոդվածները եւ ծուծը բաժանելու եւ կքննե սրտին խորհուրդները ու մտածմունքները։ Եվ չկա արարած մանոր դիմաց չերևցած, հապա ամեն բան բաց ու հայտնի է անոր աչքերու առջև, որում պիտի տրվի մեր հաշիվը։ Չկա որևէ արարած նրա աչքերի առջև, որ ծածկված լինի եւ Աստված տեղյակ չլինի, ասում է որին նրան, այսինքն պիտի տրվի մեր հաշիվը։ Ուրեմն երբ Աստծո խոսքը իրոք որպես ավետարանի ճշմարտության խոսք քարոզվում է, նա հայտնվում է որպես երկսայրի սուր։ Ես իմ անձի վրա տեսել եմ բազում անգամներ, ինչպես Աստծո խոսքը վիրահատություն կատարում իմ սրտում ուղակի։ Եղել է, որ այդ խոսքի հայտնվելը ոնց որ հոսանք են միացրելից բայց այնպիսի դրական ազդեցություն ոչ թե ուղակի բացական իմաստով, այլ զգացել եմ ամբողջ բջիջներս մարմնիս միացել են ու հետաքրքիր գեղեցիկ ձևով ոնց որ ներդաշնակ ինչ որ բան է կատարվում իմ մեջ Աստծո խոսքի հայտնվելու արդյունքում, որտեղ այդ խոսքը իրոք կենթանի է եւ զորեղ, եւ կարդացի, որ թափանցող է երկսայրի սուրի պես կտրելով անցնում է եւ գործ է անում։ Եվ Աստծո խոսքը դրա համար է ուղարկվում, որ նա ինչպես մարգարեության մեջ ասում է ինձ պարապ հետ չպետք է դառնա, ինչպես անձրևը ջունը, չէ, օրինակ է բերում, ասում է իջնում են եւ արգասաբեր են անում, այդպես էլ իմ բերանից ելած խոսքը ինձ պարապ հետ չպիտի դառնա, հապա պիտի անի այն, հաջողի այն, ինչի համար ես ուղարկել եմ։ Իսկ այդ խոսքերը միշտ ուղարկվում են մարդկանց սրտերին, հասցեագրված, բայց պատրաստ ու բաց սրտերին։ Ինչպես ասեցի, իմ ժամն եկել էր, Աստված ուղարկեց խոսքը եւ արդյունք եղավ։ Հնարավոր չի, որ իրոք մարդը լսի որպես Աստծո խոսք ճշմարտությունը, Աստծո խոսքը եւ գործողություն չկատարվի իր հետ։ Հաստատող մի համար առաջի Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակից 2-րդ գլուխ 13 խոսքն է։ 2:13 առաջի Թեսաղոնիկեցիներ։ Այսօր համար մենք ալ անդադար Պողոսն ասում կգոհանանք Աստծուց, ինչու համար են գոհանում, որ մեզանից Աստծո խոսքը լսելով դուք ընդունեցիք ոչ թե իբրև մարդոց խոսք, մեզանից լսած խոսքը Աստծո խոսքը, որ դուք լսեցիք, որ ընդունեցիք ոչ թե որպես մարդկային մարդոց խոսք, հապա ինչպես ճշմարտապես է Աստծո խոսք։ Դուք այդ խոսքը մեզանից քարոզված լսեցիք, ընդունեցիք որպես Աստծո խոսք։ Եվ արդյունքը ինչ եղավ, տեսեք։ Երբ մարդը իրոք ընդունում է, լսում է որպես Աստծո խոսք, հայտնված խոսքը ավետարանի ճշմարտության, ասում է, որ նաև կներգործե ձեր մեջ, որ կհավատաք։ Արդյունքը դա է լինում, նա ներգործում է, ներազդում է, հնարավոր չի գործողություն չանի այդ ընդունված Աստծո խոսքը քո սրտի հետ, քո անձի մեջ։ Ուրեմն առաջի կարևոր մասը սա է, սրա վրա ես ուշադրությունները հրավիրեցի, որ պիտի իրոք Աստծո խոսքը Աստծո կողմից ուղարկված, Աստծո կողմից արտոնված այդ ծառայությունը իրականացնելու, այդ պատասխանատվությունը կրելով իրականացնել, որ Սուրբ Հոգին գործակից լինի,
Որտեվ առանց այդ հոգու ներկայության Պողոսը իր համար ասում իր օրինակ է բերում ասում Աստված մեզ դրեց խոսքի սպասավորություն սպասավորներ լինելու բայց ոչ թե գրի այլ հոգու որտեվ ասում գիրը կսպանե բայց հոգին ապրեցնում է ուրեմն երբ այս նույն Աստծո խոսքի ընդամենը գիրը մեջտեղ բերել ու գրի մակարդակով խոսել կամ փոխանցել ուրիշներին, որտեղ բացակայ է Աստծո այդ խոսքի հեղինակը Սուրբ Հոգին, երբ գործակից չի կյանքի հոգին, այդ գիրը սկսում է անգամ սպանել։ Այդ պատասխանատվությունը մենք կրում ենք եւ մանավանդ եղբայրներով, որ այդ ծառայության մեջ մենք Աստծո Արչև կանգնած իրականացնում ենք եւ թող որ իրոք բավարար խոնարհություն դրսևորենք որտեւ Աստված խոնարհներին է շնորհ տալիս եւ իրոք Տիրոջ արչև այդ պատասխանատվությունը մեր վրա կրելով մենք տեղ տանք որ Սուրբ Հոգին գործի որ Սուրբ Հոգին ինքը առաջնորդի եւ օգտագործի այս լուրջ ծառայությունը իրականացնելու Հաջորդ մասը ինչու Աստծո խոսքը դառնում է չգործող մեր արձագանքը ես այստեղ կարդացի ասում դուք մեզանից լսած խոսքը որ լսեցիք ընդունեցիք ոչ թե որպես մարդկային մարդոց խոսք այլ որպես ինչպես ճշմարիտ է Աստծո խոսք եթե մարդը այդ լսած խոսքը ավետարանի չի լսում ու չի ընդունում որպես Աստծո խոսք Այդ խոսքը տեղ չի հասնում եւ իր գործը չի անի, այդ մարդը չի փոխվի։ Եվ ցավալիորեն տարիները անցնում են եւ ոչ քիչ հավատացյալներ նայում ես գնում են հավաքույթների, ավետարան են ինչ որ չափով կարդում, ես չգիտեմ իհարկե որ չափով, աղոթք են անում եւ վերջապես ես չեմ ասում որոշ ծառայություններ են անում, բայց ամենակարևորը Այդ կյանքի հայտնվելը տեսնում ես տեղի չի ունենում, որտեվ Քրիստոսի կյանքը մեր մեջ գնալով ավելի ու ավելի ցայտուն ձևով պիտի երևա, այդ որակները, այդ հատկությունները նրա կյանքից բխող, չէ, մեր մեջ պիտի երևան, դա սարքովիչի չենք կարա սարքել, դա ապրելով է հնարավոր, եթե մենք այդ կյանքը թույլ տանք, Տերը մեր մեջ ապրի եւ այսինքն մենք ինքներս Քրիստոսի մեջ կենալ սովորենք, ու հնազանդություն դրսևորենք Աստծո հոգին, կյանքի հոգին, այդ խոսացած խոսքերը ժամանակի մեջ վերածում կյանքի, դառնում է մեր կյանքը այդ խոսքերը։ Օրտյալ էլի Տիրոջ անունով։ Երբեմն լինում է, գիտեք, հավատացյալ, այդպես մեկ էլ ասում է, այ մարդ, այս ինչ եղավ իմ հետ, քանի դեռ հավատքի չէի, հանգիստ ապրում էի, եկա հավատքի հիմա խառնվել է իրար Ես իմ ինչերա ներսս տեղի ունենում, կռիվա, պայքարա, ինչու, ինքը մտածում է, որ ինչ-որ աննորմալ բան է տեղի ունենում, բայց չէ, շատ նորմալ բան է, ինչու, որտև լույսը ծագել է, խավար էր, քնած էր, չէ, բոլոր մարդիկ, քանի դեռ լույսը չի ծագել ավետարանի, այսինքն ավետարանը չի կարոզվել եւ այդ մարդկանց միտքը չի արտացել, չի լուսավորվել, հանգիստ ապրում են էլի իրանց իմացած կյանքով, այսպես ասած, բայց որն է այստեղ կարևորը, որ լույսը ծագել է եւ դա նորմալ է, ու բանով ասած, այդպես պատկերավոր ասած, տարականները դուրս են եկել, այդ խավարասերները, լույսը չկար, նրանք էլ չէին երևում, բայց որտեղից է, քո մեջ էին, Ուղղակի փառք Աստծո, որ ավետարանի լույսը եկավ, ծագեց, բայց ծագելուց հետո մեր արձագանքը, մենք տեսանք այդ խավարասերներին, կամ պատկերավոր ասած հին են ազգերը, որ քարանու երկրից Աստված Իսրայելի առջևից վռնդեց, այդ քարանացիներին, հեբուսացիներ, գերգեսացիներ, մովաբացիներ, փերեզացիներ, խևացիներ, վերջ այնտեղ տարբեր չէ ազգեր որ բնակվում էին, խորհրդով այդ խավար ազգերը կամ ուժերը մեր մեջ էին,
լույսը ծագեց այդ փերեզացիներն ու այդ գերգեսացիները ոտքի են, խառնվել են իրար, բայց այդ լույսը չի ծագել, որ նրանք ընդամենը հայտնաբերվեն, ավետարանը քարոզվել է եւ քարոզվում է, որ այդ խավարը, որ իրան զգացնել է արդեն տվել, որ արդեն երևացել է քո ներսի իրականությունը, որ դու ինչ անես, որ դու անցնես Տիրոջ կողմը եւ ասես Տեր, դու ես որ ցույց ես տվել ինձ, սրանց վռնդելու համար ես դու այդ ավետարանը ուղարկել իմ սրտի մեջ։ Եվ ավետարանի ամբողջական քարոզությունը հենց դրան է ուղղված, որ ոչ միայն ցույց տա մեր խնդիրները, այլ լուծի մեր խնդիրները, այլ մեր սրտերում, մեր անձերի մեջ բերի ազատագրություն, այդ խևացիներն ու հեբուսացիներն ու ամուրացիները չմնան։ Հին մարդու հավաքական կերպարն են այդ ազգերը, որ թվարկում եմ, որ այդ խավարը, խավարասերները ճիշտ է, լավ երևացել են, բայց նրանք չեն այսպես մեջտեղ եկել, որ մնան, ու ամբողջ խնդրի լուծումը կախված է, նորից եմ կրկնում, ինչու է ավետարանը դառնում չգործող, երբ մենք հավատքով չենք արձագանքում եւ չենք անկեղծանում ասում, Տեր, ես որ ցույց տվեցիր, ցույց ես տվել մի բանի համար, որ ինձ ազատագրես այդ ամենից, որ ինձ փոխես, որ դրանք իմ մեջ չմնան։ Ավետարանի նպատակը սա է, որ գալիս է մեզ իրոք բժշկելու, ազատագրելու եւ մեր ներսում օր-օրի ավելի գնալով որդու կյանքը հայտնի անելու։ Փառք մեր Տիրոջը։ Ուրեմն մարդու արձագանքը որքան կարևոր է խնդրի ամբողջական լուծման համար, որպեսզի ավետարանը, որը նույնն է երեք եւ այսօր եւ հավիտյան, ինչպես Քրիստոս նույնն է, չէ, երեք այսօր եւ հավիտյան։ Նրա խոսքը նույնն է, նույն ավետարանն է, այն առաքյալները, որ քարոզում են, այսօր այդ նույն ավետարանը մեզ է քարոզվում։ Եվ արդյունքը նորից եմ կրկնում, կախված է թե մենք ոնց կարձագանքենք, ինչ հավատքով կարձագանքենք, ինչ լրջությամբ կմոտենանք, կվերաբերվենք այդ քարոզված ավետարանին եւ թույլ կտանք, որ այդ ավետարանը այդ զորության խոսքը Աստծո, որտեղ ավետարանը ինքնին Պողոս Ռոմացիների նամակի մեջ առաջի գլխում հիշում եք ինչ ասում 16 խոսքում, ասում է ես ամոթ չեմ սեպել ավետարանը, քանզի Աստծո զորությունն է այն։ Ավետարանը Աստծո զորությունն է։ Երբ որ քարոզվում է ճշմարիտ ավետարան, դի հայտնվի Աստծո զորությունը։ Եվ երբ որ զորությունը հայտնվում, ասում Աստծո զորությունն է այն բոլոր հավատացողների փրկության համար, այդ զորությունը հայտնվում է բոլոր հավատացողների փրկության համար, որ այդ գործը ի կատարածի։ Ուր այդ զորությունը, այդ զորության չհայտնվելը, պատճառը որտեղ փնտրենք։ Ես ասեցի առաջինը ճշմարիտ ավետարան քարոզելու եւ այդ ճշմարտությունը որպես Աստծո խոսք ընդունելու, բայց այս երկրորդ մասը խիստ կարևոր է։ Արդյոք ես ինչ որ բան ծուր, մի բան սրտիս մեջ չեմ պահել, երբ ամեն անգամ մոտենում եմ Աստծո խոսքին, Աստծո հետ իմ ներսի վիճակը ես իրոք բերում եմ լույսին, որ ասեմ Տեր, այս խնդիրները կան, որքան ցավալի է, որ գիտեք, մարդիկ տեսնում են այդ խևացիներին ու հեբուսացիներին ու այդ ամուրացիներին, փոխանակ մեջտեղ բերեն եւ աղաղակեն, ասեն Տեր, ազատի ցույց ես տվել, գիտեք ինչ են անում, քողարկում են, ծածկում են, որ ասում է փեշ են գցում բրեն, ուր ես ծածկում, կամ ուր ես քողարկում, էլ չեմ ասում, ոմանք անհարմար են զգում, որ այդ ամենը ի հայտ գա, այս սիրելիս, այդ ում ես թաքցնում, չէ որ Տերը տեղյակ է, Տերը ամեն ինչ գիտի, եւ քո շահերից է բխում, որ դու քեզ այդ առումով մերկացնես, ոնց որ մարդը գնա բժիշկի մոտ, թաքցնի իր խնդիրները, ուր ես թաքցնում, Աստված այդ ամենը բացահայտել է, որ դու բերես լույսին, եւ ասես Տեր ազատիր ինձ, ես իմ հին մարդուց, ես իմ հին բնությունից, ես երբեք չեմ կարա մարդկանց սիրեմ, Տեր ես իմ հին բնությամբ,
օգնիր ինձ Տեր, ողորմա ինձ։ Ես չեմ ուզում, որ ին վրա ավետարանը դառնա չգործող, որտեղ քո ավետարանը, քո խոսքը կենթանի խոսք է, թող ին վրա այն արդյունքը, որի համար դու ղրկել ես քո խոսքը, այդ քո փառքի համար, այդ արդյունքը դու ստանաս իմ անձի մեջ, քո գործը կատարվի այդ խոսքի ներգործությամբ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ հիշում եք Հիսուսը, երբ որ Ղուկասի ավետարան 4-րդ գլխում գրված ասում է, երբ որ տվեցին եւ նա վերցրեց ու կարդաց այն տեղը, չէ, Եսայի մարգարեությունից, ինչ տեղի ունեցավ, երբ որ վերջում ասեց այսօր այս բանը կատարվեց, Աստծո օգինին վրա Տերը ինձ օծեց, ուղարկեց ավետարանը քարոզելու եւ այլ այդտեղը հիշում եք 4:18-ից սկսած գրված է դա Ղուկաս ավետարան վերջում ասում է ասացին բանը այս են Հովսեփի որդին չէ ինչ է եկել խոսում ոչ թե այս բանը կատարվեց երբ որ ճշմարտության ավետարանը զորության հոգիով Տերը խոսեց այդ կրոնավորների ներսի այդ խևացիներն ու հեբուսացիները ոտքի ելան խառնվեցին իրար ու ասում տարան որպեսզի այդ գահավեշ տեղից այդ լեռան վրայից ծորը գցեն սպանեն բայց ասում Հիսուսը նրանց միջից անցավ ու գնաց ավետարանը երբ հայտնվում է ավարտելով խոսքս այդ նպատակով է հայտնվում, որ մեզ բերի ազատագրություն եւ եթե մենք չանցնենք լիովին Տիրոջ կողմը եւ չանկեղծանանք ու լրիվ ամբողջովին մեր սիրտը չբացենք իր առաջ, ասենք Տեր, ես եմ ես, ինչ լավ է որ դու ինձ դրեցիր իմ առջև որտեղ մարդը իր բնությամբ միշտ հակված է իր մատը ուրիշների վրա ուղղի իսկ ավետարանը երբ որ սկսում է իսկապես լուսավորել քո սիրտը ապաշխարելը հես այդ դրա բանն այդպես չէ տեղի ունենում արդյունքում ապաշխարության որ մարդու հայացքը ուղղում է իր վրա տեսնում է խնդրեմը իր մեջ է եւ մատը ուղղում է իրան եւ Տերը ինչքան է ուրախանում երբ որ մենք ավետարան կարդացողներս հավատացյալի անունը մեր վրա կրողներս մեր մատը այլևս մեր վրա ենք պահում ասում ենք Տեր խնդիրը իմ մեջ է իմ ներսում դիլուծվեն հարցերը Տեր Այդ դրսի իրականությունը ինչ որ դու թույլ ես տալիս մի նպատակի համար է որ ես ինձ տեսնեմ այդ իրավիճակների մեջ որ ես հայտնվում եմ մեղավորը Տեր դրսի մարդիկ չեն իմ ներսում դեռ գոյություն ունեցող այդ հին բնությունն է որի հետ ես քնում վեր եմ կենում եւ այդ լրջորեն այդ իմ ներսում այդ պահանջը չի առաջանում որ ասեմ Տեր ինձ ազատիր եկեք ոտքի կանգնենք եղբայրներ քուրեր Ես կոչ արեցի, կոչ եմ անում եւ հիմա էլ իրոք ամեն մեկս մեր տեղում այդ պատասխանատվությունը կրում ենք ես չեմ ուզում որ վերջում մենք այդ լրջագույն հանցանքը գործողներ որպես կանգնենք Տիրոջ առաջ այսինքն տենց էլ թույլ չտանք որ ավետարանը չփոխի մեզ Աստծո խոսքը որ խոսվել էր ու խոսվում էր դրա համար որ մենք հավատացյալ էինք դարձել այդ միակ նպատակով, որ մեր մեջ որդու կյանքը հայտնվի, այդպես էլ խանգարենք ու թույլ չտանք, որ որդու կյանքը մեր մեջ երևա, այդ լույսը չծագի ու չանի այն ինչի համար այդ լույսը հայտնվել է մեր ներսում։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Աղոթենք